Թուլսի Գաբարդը, որի մասին մենք մեր եթերում բազմիցս խոսել ենք, ով ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության տնօրեններ, որի, այսպես ասենք, վերահսկողության տակ էին 18-ից ավել, այդպես ասենք, հետախուզական ծառայությունները, ըստ էության նա համակարգում էր բոլոր ամերիկյան հետախուզական ծառայությունները, հրապարակեց իր զեկույցը, այսինքն գաղտնազերծեց փաստաթղթերի մի մեծ տրցակ, որտեղ մի շարք, այսպես ասենք, կարևոր տեղեկություններ էին հաղորդում այն մասին, որ Անթոնի Ֆաուչին մեղմ ասած կարող է լինել մեղսակից Վուհանի այդ լաբորատորիայում, որը Չինաստանի կառավարությանն է իհարկե պատկանում, պետական ֆինանսավորմամբ գործող ուրեմն ինստիտուտ է, Վուհանի լաբորատորիային ամերիկյան ուրեմն հարկատուների գումարների միջոցով ֆինանսավորելու gain of function կոչվող հետազոտությունը իրականացնելու մեջ Անթոնի Ֆաուչիի դերի մասին։ Իհարկե այդ ֆինանսավորումը պարզվում է, որ արվել է ոչ թե ուղիղ ձևով, դա արգելված է իհարկե, այլ դա արվել է, այսպես ասենք, այդպիսի մի կազմակերպություն կա, կոչվում է EcoHealth Alliance, այդ EcoHealth Alliance-ի միջոցով ֆինանսավորվել է ուրեմն կորոնավիրուսի gain of function research-ը, որպեսզի հասկանալի լինի մեր հեռուստադիտողների համար, թե ինչ է gain of function-ը, եթե բառացի թարգմանենք, դա նշանակում է ուրեմն ֆունկցիայի ձեռքբերում կամ ֆունկցիայի ուրեմն զարգացում։ Ինչի մասին է խոսքը։ Գիտնականները սովորաբար փորձում են հասկանալ այս կամ այն վարակը ինչպիսի զարգացման էտապներ կարող է ունենալ օրինակ 5 տարի հետո կամ 10 տարի հետո, եւ իրենք ուրեմն արհեստականորեն ուժեղացնում են այդ վարակը, օրինակ կորոնավիրուսը, եւ փորձարկում են, ասենք, կենդանիների վրա, օրինակ չղջիկների վրա։ Այստեղ շատ կարևոր է իհարկե դա, բայց կա վտանգ, որ կարող է արտահոսել, եւ եթե հիշում եք 19 թվականին եւ 20 թվականի սկզբներին, երբ որ կորոնավիրուսը տարածվեց, բոլորը խոսում էին այն մասին, թե ինչպիսի ծագում ունի այդ վարակը, արդյոք այն ուրեմն եկել է բնական ճանապարհով, կենդանիներից է անցել մարդկանց, եւ հիշում եք տեսարաններ էին ցուցադրում Վուհանում գործող, այսպես ասած, կենդանիների սև շուկայից, թե ինչպիսի կեղտոտ վիճակում է, ինչպես են մարդկանց կարող է փոխանցվել, վտանգներ կան։ Բայց նաեւ կար մի տեսակետ, որ այդ վարակը տարածվել է, հենց դուրս է եկել կամ արտահոսել է Վուհանի այդ լաբորատորիայից, որովհետև այն ժամանակ դեռևս եղան տեղեկություններ, որ լաբորատորիայում աշխատող բժիշկներ են հիվանդացել, հետո նույնիսկ մահերի դեպքեր են արձանագրվել, եւ այդ ժամանակ Անթոնի Ֆաուչին Ամերիկայի ուրեմն ազգային վարակաբանության ինստիտուտի տնօրենն էր, ես կասեի, որ ամենաազդեցիկ առողջապահական համակարգի ամենաազդեցիկ պաշտոնյան է եղել եւ ոչ միայն հիմա, այսինքն վերջի տարիներին, այլ նաեւ դեռևս Ռեյգանի ժամանակներից սկսած նա ուրեմն եղել է նախագահի խորհրդականը, տարբեր նախագահաների խորհրդական առողջապահության գծով։ Եվ այդ ժամանակ հիմա արդեն պարզվում է, որ Անթոնի Ֆաուչին, որը տարբեր ամեն օր գրեթե ասուլիսներ էր տալի, այնուհետև կոնգրեսի եւ սենատի առաջ լսումներ էին կազմակերպել, որտեղ փորձում էին հասկանալ ծագումնաբանությունը վարակի, նա երթման սահմանադրության տակ երթվելով, սահմանադրության վրա երթվելով կեղծ ցուցմունքներ է տվել։ Հիմա է պարզվում այդ Թուլսի Գաբարդի այդ հրապարակած փաստաթղթերի շնորհիվ եւ փորձել է թաքցնել լաբորատորիայի թեզը եւ հենց այդ ժամանակ ամբողջ սոցիալական ցանցերը գտնվում էին, այսպես ասենք, մոնիտորինգի տակ եւ եթե հայտնվում էր այլ կարծիք, անմիջապես այն փակում էին։ Եթե փորձեիք օրինակ Facebook-ում մի կարծիք գրել, որ օրինակ լաբորատորիայից է դուրս եկել այդ վարակը, անմիջապես ջնջվում էր այդ կարծիքը YouTube-ում, բոլոր սոցիալական ցանցերում եւ այդ մասին նաեւ խոստովանել է Facebook-ի տնօրեն կամ չգիտեմ հիմնադիր Մարկ Զակերբերգը հենց նույն կոնգրեսում։ Եվ վերջերս երբ որ հրապարակվեց այս փաստաթղթերի տրցակը, իդեպ ասեմ դեռևս ամբողջությամբ հրապարակված է, բայց դեռևս ուսումնասիրված չի, այնտեղ կան հետաքրքիր փաստեր, գաղտնի ծառայությունների հետ շփումներ եւ այլն, դրանից հետո Ռանդ Փոլ անունով սենատորը լսումներ է կազմակերպել եւ հրավիրել են Անթոնի Ֆաուչին, որպեսզի նոր պատասխան տա իր հնարավոր հանցակցության մասին։ Սկզբում համաձայնվել, այնուհետև հրաժարվել է, ասելով, որ չի գալու եւ հիմա երեք կարդացի, որ
Ռանդ Փոլը դիմել է, այսինքն օրինական ճանապարհով հարկադրաբար նրան բերելու են եւ պատասխանելու է այդ բոլոր հարցերին եւ ասեմ ձեզ, որ Ջո Բայդենը ում խորհրդական էր Էնթոնի Ֆաուչին վերջին այնուհետեւ ինքը ուրեմն աշխատանքից ազատվեց իր օրոք Ջո Բայդենի օրոք ուրեմն 2024 թվականի հունվարի 20-ին ներում է շնորհվել Էնթոնի Ֆաուչին, որը կարծես թե որևիցե քրեական գործ, որևիցե մեղադրանք չկա իր դեմ, բայց հնարավոր հետագա հնարավոր ուրեմն քրեական հետապնդումներից խուսափելու համար իրեն ներում է շնորհվել նախագահի կողմից։ Ընդ որում դա արվել է ավտոփենի կողմից, այսինքն ոչ թե ինքը անձամբ ստորագրել է, այլ համակարգչի միջոցով։ Եվ այդպիսի բազմաթիվ ներումներ են շնորհվել, այդ թվում նաև ինքն իրեն եւ նաև իր որդուն Ջո Բայդենը։ Եվ ամփոփելով ասեմ Լիդիա, ինչի մասին է խոսքը, խոսքը գնում է նրա մասին, որ Էնթոնի Ֆաուչին համակարգել է, ֆինանսավորել է, այսինքն մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին, ուրեմն այդ Վուհանի լաբորատորիայի ֆինանսավորման, այնուհետև կոծկման, ինֆորմացիան փակելու մարդկանց շեղելու, այդ թվում նաև նախագահ Թրամփին այն ժամանակ մոլորեցնելու եւ տեղեկատվության իրական աղբյուրները փակելու ուղղությամբ, ինչը շատ մեծ կոնսպիրոլոգիայի տեղիք է տալիս, արդյոք դա պատահաբար, եթե ուրեմն արտահոսք է եղել լաբորատորիայից, արդյոք դա պատահական է եղել, թե միտումնավոր, ինչը բերում է նաև այլ ուրեմն գաղափարների, օրինակ հիմա շատ տարածված է ասել, որ գլոբալիստները դեպոպուլյացիա, այսինքն մարդկանց թվի կրճատման խնդիր են դրել եւ կորոնավիրուսը այդպիսի մեթոդներից մեկն էր։ Խնդրեմ։ Նաև Արթուր հետաքրքիր մի փաստ կարդացել եմ վերջերս, որ Ֆաուչին հաստատել է, ընդունել է, որ այսպես ասած 2 մետր հեռավորություն պահելու կանոնը գիտական հստակ հիմք որպես այդպիսին չի ունեցել եւ հետաքրքիր է այստեղ որտեղ է ավարտվում գիտությունը եւ սկսում արդեն քաղաքականությունը։ Այո, եւ ոչ միայն դա, այլ նաև դիմակների օգտավետությունը, այսինքն օգտակարության աստիճաններ, ջոխացված, այդ մարդկանց ազատությունից զրկելու, աշխատատեղերը փակելու, չգիտեմ, բիզնեսները կանգնեցին, հսկայական վնաս է հասցվել մարդկությանը եւ այդ վնասների համար պետք է ինչ-որ մարդիկ պատասխան տան։ Իհարկե ես չեմ ասում, թե դա միայն Ֆաուչին է, դա այսպես ասեն գլոբալ ավելի համակարգ էր եւ այստեղ նաեւ խոսում են այն մասին, որ մեծ ֆարմացեպտուալ ընկերությունները, big pharma են, չէ՞, ասում, դեղագործական ընկերությունները մեծ շահեր են ակնկալել, որպեսզի հասկանալ լինի ինչի մասին է խոսքը, պատկերացրեք համակարգիչը, չէ՞, ուրեմն ովքեր են ստեղծում այդ վիրուսները, տարածում համակարգիչների մեջ, հենց նույն այն ընկերությունները, որոնք որ հետո պիտի վաճառեն անտիվիրուսը, այսինքն ֆարակային այդ ծրագրերը, իրենք փող են աշխատում, սկզբից տարածում են վիրուսը, հետո հակավիրուսը։ Նույնը ուրեմն կասկածներ կան, որ Էնթոնի Ֆաուչին համագործակցել է նաև այդպիսի big pharma ընկերությունների հետ, Pfizer-ը, նույնիսկ մեր հայրենակիցն է այդպիսի մի ընկերության Նուբարաֆեյան ընկերության հիմնադրի, որը հետո ուրեմն հակավիրուս ստեղծեցին, ուրեմն եւ բավականին մեծ գումարներ են այդ ընկերությունները աշխատում, կասկածներ կան, տեսակետներ կան, որ նաեւ այդ նպատակին կարող է ծառայած լինել կորոնավիրուսի տարածում, այսինքն խոշոր, շատ խոշոր գլոբալ ուրեմն փողերի մասին է խոսքը եւ նաեւ այդ վիրուսների ներողություն, այդ վակցինների օգտավետության աստիճանի մասին են եւ անվտանգության մասին են, որովհետեւ նույն Ֆաուչին հայտարարում էր, որ ուրեմն վակցինները, որ պետք է ընդունել տարբեր դոզաչափերով եւ այլն, լիարժեք անվտանգ են։ Հիմա արդեն գալիս են տեղեկություններ այն մասին, որ այդ վակցինները առաջացրել են տարբեր տիպի հիվանդություններ, ել չեմ ասում քաղցկեղի մասին, եւ հիմա շատ մեծ սկանդալների, այսպես հասունացման փուլում է, շատ մեծ ուրեմն այդպես ասենք նոր տեղեկություններ են շրջանառվում, բայց դեռևս չկան հարուցված քրեական գործեր, չկա ապացուցված մեղք, այդ իսկ պատճառով, այսպես ասենք, կխուսափենք ինչ որ մեկին ինչ որ տեղ մեղադրելու, բայց կարծում եմ, որ Թրամփի ադմինիստրացիան ի սկզբանե այդ խնդիրը դրել էր բացահայտել այսպես ասենք սկյամը,
որը գործում էր եւ Միացյալ Նահանգների deep state-ի միջոցով եւ նաեւ գլոբալիստական, այսպես առողջապահական համակարգի միջոցով։ Դա նաեւ շատերի կարծիքով նաեւ փորձարկում էր հասարակության ամբողջ աշխարհի հասարակությանը մեկ կետից կառավարելու։ Եթե հիշում եք, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշում էր, որ պետք է բոլորը դիմակ դնեն, հաջորդ օրը բոլոր, մինչև հիմա մարդիկ կան դեռևս դիմակ են դնում։ Այդպիսի ուրեմն մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու տարբեր ծրագրեր են իրականացրել, ըստ որոշ ուրեմն նաև բժիշկների դրանք հատուկ արված ծրագրեր։ Իդեպ ասեմ առողջապահության այսօրվա նախարարը, ով Քենեդին է, չէ՞, Քենեդին եւս արգելված էր խոսել։ Նրա արժեվ բոլոր հարթակները փակել էին կորոնավիրուսի ժամանակ, որովհետեւ ինքը տեսակետներ հայտնում, որոնք չէին համընկնում նույն Ֆաուչիի եւ իր շրջապատի նարատիվներին։